Բաքվում ավարտվեց հայ գերիների դատավարությունը։ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը և Դավիթ Մանուկյանը ստացան ցմահ բանտարկություններ։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ստացան 20-ական տարի բանտում, որովհետև իրանք 65 տարեկանից ավել են։ Իսկ այդ ժամանակ երկրի գլխավոր դավաճանը, երետիկոսը և թուրքերի ստրուկը պաչում է թուրքի ձեռը և ներողություն խնդրում Ադրբեջանի նախագահից հայ լինելու համար։ Հիշեցնեմ ձեզ նաև իր նախընտրական խոսքերը, որը ուղղված էր Բաքվի բանտերում պատանդ վերցված հայ գերիներին։ Այդ տղաները Բաքվի բանտերում նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Ոչ մի հայ, նույնիսկ մարդասպան ու մարդակեր չպետք է դատվի Ադրբեջանի կամ Թուրքիայի դատարանով։ Հայը պետք է դատվի հայկական դատարանով ու պետք է նստի կամ պատժվի ու իր պատիժը կրի Հայաստանում։ Իսկ ձեր արածը սրիկայությունն է, դուք սրիկա եք ու ոչնչություն։ Իսկ մենք Հայաստանի քաղաքացիներովս պետք է զգույշ լինենք ու հիշենք, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Արցախի ազատամարտին, մասնակցել են Ապրիլյանին, մասնակցել են 44-օրյանին, վտանգի տակ են և շատ հնարավոր է, որ շուտով կսկսվեն դատական պրոցեսներ, երբ որ մեզ կարտահանձնեն դեպի Ադրբեջան։ Լավ եղեք, զգույշ եղեք, զգոն եղեք։